Այսինքն նորությունները դեն իմաստով, որ մենք դարձել ենք ժիչոկային դեմոկրատիա, այդ տեսանյութի հրապարակայնացումը, այդ խայտառակ տեսանյութի, որտեղ սեռական կոմպրոմատներով փորձում էին կոնկրետ սրբազանի ամբողջ եկեղեցուն վարկաբեկել։ Տեսեք, նման տեսանյութերը օրինակ չեն կարող ծնվել առանց պետության հատուկ ծառայությունների մասնակցության եւ չեն կարող հրապարակայնացվել առանց քաղաքական իշխանության դաբրոնների, հա։ Սա միանշանակ է, այստեղ վիճելու կամ երկմտելու բանը կարիք անգամ չկա, սա մեկ։ Այս ամեն ինչը արվում է եկեղեցուն վարկաբեկելու հոգևորականների շրջանում հակասությունների ցեցը գցելու, հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ անվստահություն ծնելու նպատակով։ Սա ինքնին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում էլի ինչ-որ շրջադարձային քայլ ունի անելու, էլի խիստ վտանգավոր հակաեկեղեցական քայլ ունի անելու, ես բացարձակապես չեմ բացառում, որ դա լինի Վեհափառի դեմ քրեական գործի հարուցումը,